Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, ես այսօր իմ պատգամավորի ձայնի իրավունքը զիջելու եմ հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին։ Մարդ, որի խոսքի ազատությունը սահմանափակված է դատարանի վճռով։ Իսկ ինչ է տեղի ունեցել։ Էդգար Ղազարյանը քննադատել է, որպես աշխատակազմի ղեկավար Սահմանադրական դատարանի նախկին, լավ քաչ տեղյակ լինելով համակարգի ներսում առկա իրավիճակը, քննադատել է հայ-ադրբեջանական սահմանային հանձնաժողովի կանոնակարգի քննարկման եւ ընդունման ընթացակարգը։ Եվ այդ ընթացքում հնչեցրել է կոնկրետ քաղաքական գնահատականներ իրավիճակի վերաբերյալ։ Եվ ահա Վահե Գրիգորյանը, որը եղել է այդ հարցով զեկուցողը, որոշել է, որ պետք է ամիսներ հետո դիմի դատարան եւ արգելի Էդգար Ղազարյանին խոսել իր մասին, Սահմանադրական դատարանի մասին, դատավորների մասին, քննիչների մասին, ԴՀԿ աշխատակիցների մասին, դատախազների մասին, ինչպես նաև նրանց մերձավոր ազգականների մասին։ Աբսուրդ մի որոշում, որը նշանակում է, որ Վահե Գրիգորյանը, ով գնացել է Ստրասբուրգ, որպես եվրոպական դատարանի ներկայացուցիչ, ստանձնի իր պարտականությունները, Հայաստանում լռեցրել է ազատ խոսքը։ Նա իրավիճակ է ձևավորել, որի արդյունքում քաղաքական բռնաճնշումներ են իրականացվում քաղաքական գործչի նկատմամբ, բացառապես հետապնդելով քաղաքական նպատակ։ Իսկ ինչ էր ասել Էդգար Ղազարյանը։ Նա ընդհանրապես ասել էր, որ այն բոլոր հնարավոր թեզերը, որոնք որ Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրվել են, դա նշանակում է, որ 91 թվականից Արցախը Հայաստան չէ։ Եվ դա համարել էր դավաճանություն։ Հիմա Վահե Գրիգորյանը, որը որ իր զինվորական ծառայությունը իմ տեղեկություններով անցել է Արցախում, դա նշանակում է, որ ինքը ծառայել է Ադրբեջանի Հանրապետությունում, ըստ Սահմանադրական դատարանի որոշման թեզերի։ Սա նշանակում է, որ Վահե Գրիգորյանը եւ այսօր մեր ռազմագերիները ունեն միևնույն կարգավիճակը։ Նրանք բոլորը ծառայել են Արցախին, Արցախի Հանրապետությանը։ Եվ այս մարդը, ով երկար տարիներ իմ գիտակից կյանքում ես Վահե Գրիգորյանին ճանաչել եմ մարդու իրավունքներով զբաղվող, մարդկանց իրավունքները պաշտպանող, տարբեր ատյաններում խոսքի ազատության մասին բղավող գործիչ, եւ հիմա նա սահմանափակում է մարդու խոսքի ազատության իրավունքը։ Մի երևույթ, որը որ անհնար է չդատապարտել, եւ ես բոլորի ուշադրությունն եմ հրավիրում այս իրողության վրա։ Իհարկե բոլոր հնարավոր ատյանները դրա մասին տեղեկացված են ինչպես ներքին օղակներում, այնպես էլ միջազգային հարթակներում, այնուամենայնիվ ես արձանագրում եմ, որ Հայաստանում խոսքի ազատությունը լրջագույնս վտանգված է եւ ինչպես էկոնոմիստներ հենց 2 օր առաջ զեկույց հրապարակել, Հայաստանը ժողովրդավարության իր սանդղակը կրկին զիջել է հետհեղափոխական Հայաստանում։ Շնորհակալություն։